Մարտի 18-ն է Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի պողոտա վրացական խաշմերու, ճիշտ է, թե Հայաստանում, թե Երևանում այնքան շատ են փոսեր այդում մարդաբույր, բայց այս 3-4 փոսը այս հատվածում վարորդների համար դարձել է պատուհաս։ Հիմա տեսեք ավտոբուսը, պարոն Ավինյան, ձեր բերած ընտիր ավտոբուսը տեսավ փոսերը շրջանցեց, բայց գիշերային ժամերին մարդիկ չեն նկատում փոսը, հայտնվում են ավտոմեքենաները փոսում, կոտրվում են անվահեծանները, տրակում է անիվները, հափարկելներն են վնասվում, նաև տեղ են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, որը մի քանի օր առաջ էլի նույն հատվածում այս փոսերի փախցնելու պատճառով երկու ավտոմեքենաներ բախվել էին իրար եւ երկու հոգու տեղափոխել էին հիվանդանոց։ Հիմա գոնե որպես ժամանակավոր լուծում թողեց փոսերի այս հատվածը, որը որ բավականին բանուկ, շարժը շատ է, կատարել փոսալցում, մինչև ձեր խոստացված կապիտալնի ասֆալտապատումը սկսվի։ Սա հիմա որ ասես Արաբկիրի թաղապետ, դուք էլ մի բան արեք, ասի դա թաղապետի գործը չի։ Հա, քու գործը չի, ընդունեցիք, բայց կան թաղապետեր, որ երբ տեսնում են իրենց վարչական շրջանում նման դեպքեր, միջամտում են, զանգում են քաղաքապետարանը, որ ասում է հիվադադար են անում, ու հարցը լուծվում է։ Այս խաշմերուկում մի քանի օր առաջ փոսերի փախնելու պատճառով տեղեր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Մարդիկ ցերեկով տեսնում են, շրջանցում են փոսը, բայց գիշերը չեն տեսնում ու հայտնվում են այս փոսերում։ Մարդը լուսաշխով ընկավ փոսը։ Ճիշտ է, ինքը փոքր փոս է, բայց դե որ ասում է պստիկ է, բայց ճստիկ է, հիմի այդ փոսերն է։ Էսա, ձեր բերած սիրուն ավտոբուսը տեսնենք, կամ կընկնի փոսը, կամ կշրջանցի։ Մարդ ընկավ փոսը, ինչ անի։ Գոնե ձեր բերած ավտոբուսները ապետանաշ չեն է։